Տավուշի մարզում գյուղատնտեսությունը շարունակում է մնալ գյուղական բնակավայրերի հիմնական զբաղվածության ուղղություններից մեկը։ Սակայն ոլորտում աշխատողներն այսօր կանգնած են մի շարք մարտահրավերների առջև՝ կլիմայական փոփոխություններից եւ աշխատուժի պակասից մինչեւ արտադրանքի իրացման խնդիրներ։ Միևնույն ժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու մշակաբույսերի ճիշտ ընտրությունը հնարավորություն են տալիս նույնիսկ փոքր հողատարածքներից ստանալ կայուն եկամուտ։ Սկսել եմ 2020 թվականին սկսել այս գործը 1000 քառակուսի մետր տարածքից ու հասկացել եմ այս բիզնեսը ու խորացել եմ այս գործի մեջ։ Ու սկսել եմ արդեն շատացնել։ Ամեն տարի ավելացում։ Ու ավելի հասկանալը, որ կարելի է աշխատել։ Առավելությունները շատ լավ են, առավելություններ ունի։ Ինքը պին տեսակ է, չի լղկամ։ Մի անգամ բերք ենք ստանում ու սա հողի վերևից կտետում ենք։ Ինքը գարու նորից բացվում է, շևերը դուրս է գալի։ Լոբիա սխտոր ենք աճեցնում, արդեն մայիսին հանում ենք, վաճառում ենք։ Արքայանարինջ, նույնս տարբեր տեսակի ծառեր, բայց մեծամասնությունը ծառերը արքայանարինջն է կարելոք։ Ով աշխատում, սա հողերը բարապսարա բնան է։ Ոչ մեկն չի ուզում աշխատել, դե գիտես քիչ չեն ուզում աշխատեն։ Այս մեր տարիքի աշխատողները են սովետի ժամանակ են, դրա համար այդ մտքերով են սաղ, այն ժամանակները սաղել, այն 38 թվականից ծնված մարդիկ սաղել բանվոր են եղել, իրանք միշտ բանվոր են աշխատել, դրա համար իրանք չեն կարում, այդքանը հասկանան, որ կարելի է այս հողը լավ փող սարքել, 50-40 տարվա խաղողի այգին է, սելը խաղողի այգին է, սաղ այս տարած խաղողի այգին է, ես իմ ձեռով եմ սաղ հետել, մախել ու այս այգին հիմնել, այսինքն ես հասկացել, որ կարելի է փող սարքել այս հողից։ Շատ մեծ հեռանկարներ ունի, շատ մեծ։ Եթե խորանան այդ գործի մեջ մարդիկ, շատ կանալ շատ փողեր բռնեն, որովհետև սա գյուղատնտեսության մեջ է փողը։ Հա, պահածոների գործանը տարեկան ես քանի 100 տոննա մենակ միրգ բանջարեղեն ալ։ Երեմ Արտաշատից, Արարատից, տարբեր տեղերից, աթո մեր ռայոն արտադրի, ինչ անել։ Իժևանի տարածքը, սա շուկաները բանջարեղեններից չեն բերում։ Թող անեն։ Ուղղակի պետք է այդ խորանը այդ մտքի մեջ հիմա չգիտեմ ով ոնց է կարող մտածի։ Ես կարող եմ իմ տեսակ մարդիկ կարող են այս ձևի գործեր անեն թող անեն։ Դե ռիսկերը շատ մեծ են այս գործի միջին։ Անձրևները անավոր բացօթյա դաշտը շատ ռիսկային գործ է։ Վնասատուներ, պայքարում ենք, այդ գործի մեջ մտել ենք, հասկացել ենք, այդ ռիսկերը տեսել ենք, նոր այդ քայլերն արել ենք։ Մենք սա ամեն ինչի միջով էլ անցնում ենք։ Դժվարությունները շատ կա սա մեջ։ Իրացման խնդիրներ ենք ունեցել, ասենք բերք եղել որ ժամանակին չեն կարացել քաղենք, ասենք ինքը փչացել է, ու չենք մտածել որ չավելացնենք մյուս տարի, չէ, հա, ավելի շատացել ենք։ Էսի լավ դուխը մտես այս գործի մեջ կարաս առաջ գնաս, առանց վախենալու։ Ես չգիտեմ, իմ մտածելակերպը вообще հեռատես եմ ես։ Լավ մի հատ կետ ունեմ, պետք է հասնեմ այդ կետին նոր բավարարվեմ։ Ցանկացած մարդը պետք է ձև անի, չէ, երազանքով ապրում ինքը։ Մենք էլ մեր երազանքով ենք ապրում։ Այդ երազանքները որ արդեն կատարենք, արդեն լավ կանի։ Դրա համար է զարգացնում ենք, էլի։ Տարեկան զարգացնում ենք, մեծացնում ենք։ Ունենք արդեն մի հեկտար տարածք մալինայի։ Այս պահի դրությամբ արտադրած ապրանքս մոտավոր 6 տոննա կարգի արդեն ես մալինա եմ մթերել։ Լավ ունենք մոտավոր մի 3 տոննի կարգեր կունենանք։ Իսկ այս դաշտը, որ սա լիարժեք դաշտ է, սա 2 տարեկան դաշտ է, այն դաշտը որ լոբի արած, դրա տակ այս տարի ենք դրել մալինայի տնկիներ այս ձևի, ինքը արդեն որ սա կայացած դաշտ դառնա ընդհանուր։ Մոտավոր 10-ից 12 մինչև 15 տոննա պետք է եկամուտ ստանա։ Իրացման խնդիրները թվապես խնդիր չունեմ։ Աշխատում եմ պահածոների գործանել պայմանագրային, այլուց էլ ասենք իրացում են տարբեր խանութներ։ Իջևան, մեր տարածաշրջաններում են գալիս առնում տանեմ տենց, բայց փոքր աստեղ, մեծամասնությունը խանութների հետ ենք աշխատում։ Աշխատանքային օրն այստեղ սկսվում է լուսաբացին, բերքահավաքը կազմակերպվում է վաղ առավոտյան, երբ շոգը դեռ չի խանգարում աշխատանքին։ Իսկ սեզոնի ընթացքում տնտեսությունում աշխատում են մինչև 10 մարդ, ինչպես պարավաքարից, այնպես էլ հարևան բնակավայրերից։ Ժամը 5:30-ից աշխատում ենք դաշտը մտնենք, որ հովին բերքահավաքը ավելի արագ է կատարվում։ Բանվորները չեն շոքում, գործողությունը արագ է կատարվում բերքահավաքը։ 8-ից 10 հոգի աշխատողներ են ելնում։ Կողքի գյուղերից, մեր գյուղից, Կավանից, Պարավաքարից, տեղից էլի։ Ու ամենաուժեղ C վիտամին ունեցող
հատապտուղն է, հատապտուղների մեջից ամենաօգտակար բուժիչ հատկություն ունեցող միրգն է։ Ամիսների աշխատանքը երբեմն կախված է մի քանի օր տևած անձրևից, կարկուտից կամ շուկայի փոփոխություններից, սակայն յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն նոր փորձ է, որ հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսությունը և վստահությամբ շարունակել աշխատանքը։